Բարի օրհնյալ օր, սիրելի Աստծո զավակներ, մի փոքրիկ խոսքով կուզեմ կիսվեմ ձեզ հետ Տիրոջ հավատարմության, Տիրոջ մեզ հետ լինելու մասին կուզեմ խոսեմ։ Սաղմոս 27-ում ասվում է, որ թեկուզ հայրս ու մայրս լքեն ինձ, բայց Տերը ընդունում է ինձ։ Ու ինչի հենց հայրն ու մայրը, որովհետև ամենաթանկն են, այն մարդիկ են, ով կյանք է տալիս, ու Տերն ասում է թեկուզ իրանք էլ լքեն, միշտ ձեզ հետ եմ, ու Տերը միշտ հավատարիմ է, այո, ու թեկուզ մեզ բոլորը լքեն, բոլորը մերժեն, միևնույն ժամանակ Տերը միշտ հավատարիմ է։ Կերկեր փորձությունների մեջով էլ անցնես, վստահ եղիր եւ օտար բան մի համարիր։ Տերը քեզ հետ է քո ֆինանսական հարցերի մեջ, քո հիվանդության, քո տկարության մեջ։ Դու եղիր Տիրոջ հետ, եղիր Աստվածաշնչի հետ, կարդա, աղոթիր ու թող Տերը օրհնի քեզ։ Մի վախեցիր, քաջալերվիր, որովհետև Տերը հաղթել է այս աշխարհին, հաղթել է այս խավարին, ու դու էլ հաղթողի զավակ ես։ Իսկ եթե չես, ընդունիր Հիսուսին քո կյանքում եւ թող քո կյանքը բժշկվի, նորոգվի ու հոգիդ փրկություն ունենա։ Տերը օրհնի քեզ։